ամենամեծ գործիքակազմը ունի կառավարությունը իր գերատեսչություններով տարբեր, նախարարություններով, ի վերջո այդ հանդիպումների կամ, չգիտեմ, միջպետական այցերի տարբեր խողովակներով բանով շփումներ ունեն նախարարների հետ կամ ամենաբարձր մակարդակով շփումներ ունեն։ Ամենամեծ գործիքակազմը իրենցն է, որ իրենք պիտի անեն։ Ընդդիմադիր պատգամավորները կարող են հարցը բարձրաձայնել, որովհետև ռեալ գետնի վրա շատ մեծ հնարավորություններ չունեն։ Սահմանափակ են ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները։ Բայց մենք նաև ես քիչ առաջ խոսեցի բեռնատարի վարորդների հետ, այս հարցը պահելու ենք մեր օրակարգում 1, առաջիկա քառօրյայի ժամանակ այս հարցը լինելու է իմ թիվ 1 օրակարգային հարցը։ Մենք էլ փորձելու ենք նամակների միջոցով, նաև մեր կապերի միջոցով, ինչ որ կապեր ունենք մենք, փորձենք այս խնդիրը բարձրաձայնենք, ասենք, բայց կներեք կառավարություն չէ, իբր գոյություն ունի, իբր գոյություն ունի։ Այս հարցը կենսական նշանակության խնդիր է հարցը։ Ինքը լուծի այս խնդիրը։ Նախ չհասնի դրան, որ հասնի այսօրվան, երկրորդն է այս խնդիրը լուծի։ Ոչ թե գնան ինչ որ այցերի բանի ուտեն, խմեն, լավ օր անցկացնեն, չգիտեմ, մի քանի սելֆի անեն, մի քանի տեսանյութ անեն, բան անեն, տեսնեն ինչ կա, որտեղ են, չգիտեմ։ Առավոտից իրիկու հեծանիվ է քշում այս մարդը։ Միգուցե ուզում է հորդորել, որ բեռնատարի վարորդներն էլ արդեն սկսեն հեծանիվ քշել այդ դեպքում։ Հեծանիվ է քշում, սրտի կա բանանում, եսիմ բանա եկեղեցին են թիրախավորում, իրենց գործը չեն անում, էլի։ Անում են ապազգային հակապետական քայլեր են անում առավոտից իրիկու։ Դե եթե մարդը կամ հեծանիվ է քշում, կամ սրտի կա անում, կամ եսիմ չգիտեմ, եկեղեցու դեմ արշավ, պարզ է, իրան ինչ ժամանակը կների իրա, որ զբաղվի ժողովրդին հուզող խնդիրներով։ Չի զբաղվում։ Հանցավոր անգործություն են ցուցաբերում, դրա պատճառահետևանքային կապերը առաջիկայում կտեսնենք։ Գների թանկացում, էլի ուրիշ հետևանքներ կունենան տնտեսության հետ կապված լուրջ խնդիրներ են ունենալու, որովհետև տեսեք, ոչ միայն ներմուծման հետ խնդիրներ են ունենալու, այլ նաև արտահանման հետ կապված բավականին լրջագույն խնդիրներ են ունենալու գյուղատնտեսական ապրանքների, այլ տնտեսվարողների, որոնք որ էլի փաստի առաջ են կանգնում։ Հիմա որ Ղազախստանը կներեք այդ հարցը լուծել է, այդ պատգամավորները լուծել են այդ հարցը, բայց ենթադրում են, որ իշխող պատգամավորներն են այդ հարցը լուծել։ Այսինքն իրենց քվե տված մարդկանց խնդիրներով զբաղվում են։ Սրանք չեն զբաղվում։ Չկա նման ապրումակցում, խնդիրներին հետամուտ լինել։ Այսինքն այս մարդկանց թողնել բացի թողի վիճակում, որ ասեք գնացեք դուք ձեր խնդիրը վրացիների հետ լուծեք, գնացեք դուք ձեր խնդիրը Ռուսաստանի Դաշնության հետ լուծեք, բայց դուք ինչի համար եք։ Փողեր եք ստանում, պարգևատրություններ եք ստանում, չգիտեմ, օրը մեկ ծառայողական մեքենաներ են փոխում, չէ՞։ Թանկարժեք, գերթանկարժեք ծառայողական մեքենաներ են փոխում։ Միլիոնավոր դոլարներ են վատնում իրենց, չգիտեմ, կեցավայրի վրա, որ բանը կառավարական դաչաները կա, որը $5,000 ծախս են անում։ Նորմալ մարդիկ ուրախ երջանիկ ապրում են, բայց այս մարդիկ են հարկ վճարողները, ասում են հերոս հարկատունները, տեսնում եք, չէ հարկատուներին ոնց է վերաբերվում։ Մի մասին հարցով ընդհանրապես չի զբաղվում, մի մասին տանում է քրեակատարողական հիմնարկներ, ՊԵԿ-ը դարձել է մի հատ պատժիչ մեխանիզմ տարբեր մարդկանց լռեցնելու համար։ Տեղյակ եք ընդհանրապես այս հարցով իրենք ինչ-որ դիմում ներկայացրել են, թե նաև սա կարող է լինել Ռուսաստանի հետ այս պահին իրենց լարված հարաբերությունների հետ։ Ես չգիտեմ իրենք դիմում ներկայացրել են, չեն ներկայացրել։ Համենայն դեպս քիչ առաջ ասեցին, որ եկել է ասել է ինչ որ զբաղվում են, իբր թե այդ հարցով։ Թե հիմա դիմում են ներկայացրել, չեն ներկայացրել, այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Պիտի թափանցիկ լինեն, էլի իրանք, պիտի թափանցիկ լինեն, ասեն, մենք ասել ենք, խնդիրը կամ լուծվում է, կամ չի լուծվում, կամ մենք ի վիճակի ենք, կամ ի վիճակի չենք։
Այդ հարցերի պատասխանը իրենք պետք է տան, ես չպետք է հարցերի պատասխանը։ Ես կրկնում եմ, ամիսներ շարունակ այս հարցը բարձրաձայնել եմ, ասել եմ, գրավոր դիմումներ եմ ուղարկել։ Այսինքն նա ինչ չի որ տեղյակ չեն եղել, եթե այս տեղյակ եմ եղել, իրանց էլ զգուշացրել եմ։ Իրանք որպես կառավարություն, բա ինչ են։ Ոչ մի բան են։ Ոչ մի բան են։ Ասեն մենք ոչ մի բան ենք։ Հիմա հասելա խնդիրը այս վիճակին, ասում է դե գնանք հլա մտածենք, տեսնենք հլա ինչ ենք անում։ Ամեն հարցով են տենց անպատասխանատու, ամեն հարցում է այս բարդակն ու ամենաթողությունը տարբեր ոլորտներում է։ Բայց կրկնում եմ, սա այն հարցն է, որ կենսական նշանակություն ունի։ Յուրաքանչյուր հայ մարդու գրպանի վրա ազդելու է։ Յուրաքանչյուր հայ մարդու գրպանի վրա կրկնում եմ, ազդելու է այս ամեն ինչը։ Այսինքն ստացվում է կառավարությունը առաջնահերթությունը չի տալիս նման խնդիրներին, բայց դե եթե առաջնահերթությունը տար, հիմա այս մարդիկ հավաքված կլինեն, այս մարդիկ իրանց գործին կլինեն։ Եթե իրանց համար մի քիչ չգիտեմ, կոմպետենտ լինեին, մի քիչ սրտացավ լինեին, այս հարցը լուծված կլիներ, այս մարդիկ էլ այսօր բան ու գործ թողած չեն, էլի այստեղ կանգնին։ Շատ մարդիկ ուրեմն տունը գրավա դրել, բեռնատարա գնել, որ իր տան խնդիրները հոգա, կարիքները հոգա։ Հիմա վարկային պարտավորվածություններ ունեն տարբեր մարդիկ, ոչ միայն այստեղ հավաքված։ Ես բազմաթիվ նամակներ եմ ստանում, երբ որ ասում են, որ մենք մեր տունը, մեր գույքը գրավ ենք դրել, վարկ ենք մուծում, բեռնատար ենք վերցրել, որ գոնե ծայրը ծայրին հասնում են։ Հիմա որ այս մարդը չաշխատի, այդ տունն էլ են ձեռից վերցնելու, այդ բեռնատարն էլ են, չէ՞ ձեռից վերցնելու։ Գնաց մարդը հայտնվում է դրսում, փողոցում է հայտնվում։ Հիմա սա կարևոր հարց է, թե անկարևոր հարց է։ Կարևոր հարց է բնականաբար, բայց իրանց համար կարևոր հարց է, թե անկարևոր հարց է։ Եթե կարևոր հարցն էլ լուծված կլներ, կրկնում եմ, լուծված կլներ, մինչև այսօրս լուծված կլներ։ Կամ գոնե թե մի շաբաթ առաջ այս մարդիկ հավաքվել են։ Մեկ շաբաթ առնվազն, բայց ավելի շուտ են իմացել։ Առնվազն մեկ շաբաթ առաջ այս մարդիկ հավաքվել։ Դու պետք է գայրս թե ասեիր, ես բան արել եմ կամ չեմ արել։ Հիմա պետք է պատասխան տային, ոչ թե հիմա գնանք, մի հատ տեսնենք, մի հատ էս անենք, մի հատ այն անենք։ Մեկ էլ շատ են նշում վերջին շրջանում բոլոր ակցիայի մասնակիցները, որում դիմում են, բոլորը իրար վրա են խնդիրը բարդում եւ ոչ մեկ լուծում, այսպես ասած, չի տալիս։ Իրենց ձեռքերի տակ փափուկ բարձր են դնում եւ խնդրին լուծում չեն տալիս։ Ի վերջո, որ կառույցը պետք է օրինակ զբաղվի հենց առաջինահերթ տեսված։ Կա կառավարության ոչ բարով ղեկավար, կա էկոնոմիկայի նախարարություն, կա արտաքին գործերի նախարարություն, կա տարածքային կառավարման նախարարություն, առնվազն 4 գերատեսչություն կա, որ պետք է զբաղվի դրանով, էլի, այսինքն էլ ոնց ասեմ։ Ես քիչ առաջ էլ կրկնեցի, իբր թե Լարսում ներկայացուցիչ կա, այդ ներկայացուցիչին երբ զանգում ես, բաժանորդը անհասանելի է։ Կամ գտնվում է ռադիոծածկույթից դուրս։ Մարդիկ գումար են ստանում, հասկանում ես։ Այս մարդիկ, որ հարկերը չվճարեն, այդ գումարները գոյանում է այս մարդկանց տրված հարկերի միջոցով, ճիշտ է։ Բա այդ բարձր աշխատավարձներ ստանալը լավ է, ծառայողական թանկարժեք մեքենաներ քշելը լավ է, այդ ֆեստիվալները բանը, որ անում են ուրախ տժում են, պարում են, ուրախանում են, ես չգիտեմ ինչեր են անում, չէ՞ այստեղ։ Տեսնում ենք Երևան քաղաքի տոնակատարության ժամանակ պաշտոնյաներ իր ցնծության մեջ են։ Բա այս բեմը ինչի հաշվին է կառուցվել։ Այդ համերգը ինչի հաշվին է տեղի ունեցել։ Այդ հարկ վճարողների, չէ՞։ Այս մարդկանց քրտինքի հաշվին 24 ժամ այս մարդիկ աշխատում են։ 24 ժամ գիշեր ցերեկ իրենց կյանքը վտանգի ենթարկելով աշխատում են։ Այդ հեշտ չէ այդքան։ Այդ Վրաստանում խնդիր ունենան, Ռուսաստանում խնդիր ունենան, իրանց առողջության հաշվին ամիսներով որ խնդիր ալնում այդ մեքենաների մեջ են քնում։ Լիքը էլի շատ հարցեր կա, չէ՞։ Բա հիմա այս մարդկանց խնդիրը անկարևոր է։ Անկարևոր է հարց եմ տալիս։ Իրանց համար անկարևոր է, բայց նորմալ պետության պարագայում պետք է մարդկանց խնդիրը լիներ օրակարգային թիվ 1 խնդիր։ Նախ չպետք է առաջանար այս վիճակը, եթե առաջացել է պետք է անհապաղ ժամ
ժամեր տևեր այդ խնդիրը լուծվեր։ Այս մարդիկ ոչ Իվանիշվիլի են ընտրել, ոչ էլ Պուտին են ընտրել։ Այս մարդիկ ձևավորում են իշխանություն, ժողովուրդը, որ իրանց խնդիրներով զբաղվի։ Ով պիտի զբաղվի այդ խնդրով։ Ով պիտի զբաղվի։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարցը պիտի զբաղվի Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Եթե ուրիշ մարմին կա, որ պիտի զբաղվի, գնան, չգիտեմ, բանակցեն ուրիշ պետություններ, ասեն պետություն չկա, կառավարություն չկա, ժողովուրդ ջան, գնացեք ամեն մեկը, ոնց որ միջև մի փորձում են մարդիկ իրանց կապերը օգտագործեն Վրաստանի տարածքում ինչ որ բեռնափոխադրումներ իրականացնել։ Խայտարակություն է։ Ես ոչ թե գույները խտացնում եմ, բան եմ անում, այլ իրականությունն եմ ներկայացնում, թող մարդիկ իրենց կարծիքը հայտնեն, ասեն, հիմա ինչ ասեմ ես։ Պարոն Դանիելյան, այս ամենի ֆոնին վարորդները նշեցին, որ իրենց այդ տոկոսները բարձրացել են հարկերի։ Արդյոք արդարացի այս ամենը։ Գիտեք, հարկերներ, տուրքերներ պետք է լինի ողջամիտ։ Եթե դու հարկերը, տուրքերը բարձրացնում ես, մարդկանց անելանելի իրավիճակի մեջ ես դնում, երբ որ մարդը կոնկրետ գործառույթով զբաղվում է, որ շահույթ հետապնդի, չէ։ Աշխատում է, որ շահույթ հետա։ Եթե իր առած գումարը պետք է ճանապարհներին ծախսի, պետք է անընդհատ հարկ վճարի, այդտեղ, չգիտեմ, ամորտիզացիոն ծախսեր կան, չգիտեմ, պետք է իր վարկերը մուծի եւ այլ եւ այլ։ Եթե տակը գումար չմնա, ո՞նց ապրի այս մարդը։ Նշում են, որ մեծ մասը ստացած գումարի հարկ են վճարում։ Դե հարկել են վճարում, անկախատեսելի բաներ էլ ալինում, չէ, ասենք դենց չի էլի, որ հարած յուղի պես A կետից գնաց B կետը, վերջ, այդ գումարը ծալում է ջեբնա դնում, չէ։ Տենց չի, չէ, իրականությունը լրիվ այլ է։ Իրականությունը լրիվ այլ է։ Այս դաշտում մրցակցությունը մեծ է, մարդիկ նաև ավելի ցածր գին են առաջարկում իրենց ծառայություններից օգտվելու համար, եւ մարդը պետք է եկամուտ ակնկալի, որ կարողանա իր գոյությունը պահի։ Եթե դու անընդհատ այդ հարկային բեռը ավելացնում ես, եթե իրանց խնդիրներով չես զբաղվում, եթե մարդը մի ամիս ավել չի կարողանում բեռնափոխադրում իրականացնի, բայց այդ վարկը պետք է փակի, թե չփակի։ Կամ ենթադրենք ֆիրմայում աշխատում, այդ ֆիրմայի տերը պետք է այդ գումարը կարողանա այս մարդուն տա, թե չտա։ Կամ եթե այդ մարդը իր բեռնատարով է բեռնափոխադրումներ իրականացնում, նենց չի, չէ, ես 90% ավել մարդիկ այդ բեռնատարները գնել են վարկային միջոցների օգտվելու հաշվին։ Այսինքն վարկ են վերցրել, որ բեռնատարը գնել են։ Այդ վարկը պետք է փակի, թե չփակի։ Հիմի գան տունն էլ ձեռից վերցնեն, բեռնատարն էլ ձեռից վերցնեն, պետությունն էլ ասի, վայ, ես ինչ լավ է, ես գործ չունեմ, դրա հետ թող գնային ոնց ուզում էին անեն։ Պետության պոզիտիվ պարտականությունն է բոլոր պայմանները ստեղծել, որ մարդը խնդիր չունենա։ Այլապես այս մարդիկ կլինեն էլի կառավարությունում, չէ, ասենք, իրանք էլ բան չէին անել, ասենք, չգիտեմ, էլի, բայց ինչի համար է կառավարությունը։ Կառավարություն դրա համար է, որ չհասնի նախ այս վիճակին, երկրորդը այս մարդկանց խնդիրները արագ օպերատիվ լուծում տրվի, բայց ես այդ օպերատիվությունն էլ չեմ տեսնում, ես չեմ էլ տեսնում, որ օրինակ ոնց կարելի է մարդը պատկերացնի, որ այս վիճակում է հայտնվելու իր քաղաքացին եւ ամիսներ շարունակ միջոցներ չձեռնարկի։ Հազարավոր մարդիկ կան փող են ստանում, ես չգիտեմ, պրեմիա են ստանում, գումար են ստանում, որ այս խնդիրները լուծեն, բայց չի լուծում, չեն լուծում։ Պարոն Դանիելյան, մի հարց էր կապված նրա հետ, որ այստեղ վարորդները նշեցին, որ ընդգծված վերաբերմունք էր նկատում հատկապես հայ վարորդների նկատմամբ եւ նույնիսկ շատերը նշեցին, որ դա պատերազմի պարտության հետ կարող է կապված լինել։ Դուք ինչ կասեք այդ մասին։ Պարտության հետ էլ է կապված։ Կառավարության ղեկավարների հարաբերությունների հետ էլ է կապված։ Այսինքն, եթե տվյալ երկրի ղեկավարը լավ հարաբերություններ չունի, գործընկերային հարաբերություններ չունի, փոխվստահելի հարաբերություններ չունի, բնականաբար վերաբերմունքը փոխվում է այդ կառավարության նկատմամբ։ Ոչ թե մեր ժողովրդի, առհասարակ մեր ժողովրդի հետ կապված նաև վերաբերմունքի փոփոխություն ենք տեսնում այլ երկրներում, մասնավորաբար Վրաստանում, Ռուսաստանում եւ այլ։ Բայց կրկնում եմ, առաջին հերթին դա կախված է հարաբերություններից։ Եթե դու քայլեր ես ձեռնարկում
եւ այդ քայլերի արդյունքում հարաբերությունները վատթարանում է տվյալ երկրի հետ, բնականաբար դա անդրադառնում է այդ երկրի քաղաքացիներին։ Հիմա ես ամիսներ շարունակ Վրաստանի հետ կապված բեռնափոխադրողների խնդիրները բարձրաձայնել եմ։ Ասում եմ հանդիպել են։ Ասում եմ, որ հանդիպել ես, լուծում տրվել ես այդ հարցին։ Բերանը ջուր արել, նա կանգնել է, ասում եմ, այսինքն այդ հանդիպումները պետք է արդյունք ունենան։ Եթե արդյունք չկա, ուրեմն այդ հանդիպումը, այցերը, բանը զրո արժեք ունի, զրո արժեք ունի։ Հանդիպումները արդյունք է ունենում, երբ որ մարդիկ խնդիր չեն ունենում։ Այդ ժամանակ արդյունք ունենում է։ Եթե խնդիրները ավելանում են, նշանակում է, որ դու ոչ մի բան չես անում, ու դու ոչ փող վստահելի ես, ոչ քեզ հարգում են, ոչ քեզ բանի տեղ են դնում, ու քաղաքացիները կանգնում են սենց անելանելի իրավիճակի առջև, ոնց որ հայտնվել են։ Ու հիմա չի այս խնդիրներն առաջացել։ Կրկնում եմ, տևական ժամանակ այս խնդիրները առաջանում են։ Եվ լուծում չեն ստանում։